Մի խոհարար Գինեսի ռեկորդի համար պատրաստել է շերտավոր խմոր, որի շերտերի քանակը կազմել է 518, ամեն շերտ այնքան բարակ էր, որ լույսը թափանցում էր միջով։ Վերջում այդ խմորից պատրաստել են մսով կարկանդակ։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք շերտավոր խմորով կարկանդակ։ Կսկսենք միջուկից։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ սկսում ենք մշակել առաջին բաղադրիչը, դա սունկ ագարիկոնն է։ Մանր կտրատելու ենք և տապակելու ենք, այնպես որ կարելի է արդեն տապակը դնել կրակին։ Սունկը կտապակենք բուսայուղով։ Վերցրել է 350 գրամ սունկ։ Սունկը անմիջապես կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով, ծովի աղով։ Սունկը թող տապակվի, իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին, դա պղպեղն է, կծու և քաղցր, մեկական։ Սրանք էլ մանր կտրատում և ավելացնում ենք տապակի մեջ։ Կավելացնեմ կանաչ սխտորի ցողունի կանաչ հատվածը։ Բացի բանջարեղենից կօգտագործեմ խճողակի մեջ նաև տավարի միս, հապկամիս։ Հանենք նաև շերտավոր խմորը։ Այստեղ կես կիլոգրամ է, այսինքն 500 գրամ կվերցնեմ սրա կեսը։ Կտրատում ենք հարմար կտորների և աղում ենք։
Աղացած միսը լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա։ Համեմում ենք, կհամեմեմ Մարրանիկ ընկերության 4 պղպեղով, 4 նանայով, այսինքն չորացրած նանայով, ավելացնում ենք կարմիր կիսաանապակ գինի, մոտ 50 գրամ, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք մի փոքր եփվի։ Նախապատրաստենք մյուս բաղադրիչը։ Դա պանիրն է, հոլանդական տեսակի։ Մոտ 100 գրամ պանիր ենք քերում մեծ անցքերով։ Վերցնում ենք հարմար աման, տեղափոխում ենք ամանի մեջ տապակվող բաղադրիչները, ավելացնում ենք պանիրը, կեսը, ավելացնում ենք լոլիկի ճիր, 1, 2, 3, 4, 5 շերտ լոլիկի ճիր, որը պահվում է ձիթայուղի մեջ, այն յուրահատուկ համ կհաղորդի խճողակին, կտրատում ենք ձողիկաձև։ Համ տեսենք, ամեն շատ լավ է, մնում է ավելացնել թարմ կանաչի, թարմ կանաչիներից կվերցնեմ մաղադանոս, համեմ թարմ նանա, թարմ նանայից հողուները հաստ են, այնպես որ կօգտագործեմ միայն տերևները։ Մնացած կանաչու հետ մանր կտրատում ենք։ Ավելացնում ենք 1 ձու, և խառնում ենք։ Վերջ, խճողակը պատրաստ է, հարկավոր է, որպեսզի այն մի փոքր սառչի, որից հետո կձևավորենք կարկանդակը, իսկ մինչ այդ հավաքենք սեղանը։
Շերտավոր խմորը սիրում է, որ ջեռոցը տաք լինի, նախապես հարկավոր է միացնել 190 աստիճան։ Ալերոտել ենք գրտնակը, սեղանը եւ բացել ենք շերտավոր խմորը ուղղանկյուն։ Որից հետո դանակի օգնությամբ 3 մասի ենք բաժանում, այսինքն նշում ենք 3 հավասար մասերի։ Չնայած մեջտեղի մասը կարելի ավելի քիչ թողնել։ Գծելուց հետո մեջտեղի մասում շաղ ենք տալիս մառանիկ ընկերության պաքսիմատ։ Սա անում եմ նրա համար, երբ խճողակը կդնենք, պաքսիմատը իր մեջ կառնի ավելորդ խոնավությունը եւ ավելի լավ կթխվի կարկանդակը։ Նախքան խճողակը դնել եմ, ձևենք մյուս 2 ժապավենները, որոնք գծել ենք, այսպես եղևնու պես։ Կտրվածքներ ենք անում հավասար 2 կողմից։ Այս գործն էլ արեցինք։ Մեզ դանակը եւ գրտնակը այլևս պետք չի։ Մեջտեղի մասում դնում ենք խճողակ։ Խճողակը դնելուց հետո հյուսում ենք, բերում ենք մի կողմից, ամրացնում ենք, հետո մյուս կողմից ենք բերում և ամրացնում, այսպես հյուսելով հավաքում ենք մեր կարկանդակը հիմա այս կողմից։ Վերջում ամրացնում ենք եւ սա հարկավոր է տեղափոխել յուղաթղթի վրա։ Տեսակ մեծ է ստացվել, այսպես անկյունագծով կդնենք։ Տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա։ Եվ վրան քսում ենք ձվի դեղնուց։ Դեղնուցը կսելուց հետո շաղ ենք տալիս վրան մառանիկ ընկերության քունջուտ, մնացած պանիրն ենք շաղ տալիս և ուղարկում ենք ջեռոց։ Ուղարկում ենք նախապես 190 աստիճան տաք ջեռոց, տաքացրած ջեռոց։ Թողնում ենք այնքան, մինչև խմորը փքվի, կարմրի, որից հետո կմատուցենք սառելուց հետո։ Շերտավոր խմորով կարկանդակ։ Միջուկի համար տապակի մեջ փուսայող տաքացնել, ագարիկոն սունկ տապակել, համեմել ծովի աղով, ավելացնել մանր կտրատած կծու պղպեղ, քաղցր պղպեղ, կանաչ սխտորի ցողունի կանաչ հատվածը, տավարի աղացած փափկամիս, համեմել 4 պղպեղ համեմունքով,
չորացրած նանայով։ Ավելացնել կարմիր կիսաանապակ գինի։ Հոլանդական պանիր քերել, տապակի բաղադրիչները տեղափոխել թասի մեջ, վրան ավելացնել քերած պանիրի կեսը, ձիթայուղի մեջ մարինացված լոլիկի ճիր, մանր կտրատած մաղադանոսի, համեմի եւ նանայի փունջ, ձու, խառնել։ Խմորի համար շերտավոր խմորը ուղղանկյունաձև բացել, դանակի օգնությամբ խմորը բաժանել 3 մասի, ուղղակի նշելով շերտերը, առանց կտրելու։ Մեջտեղի շերտի վրա պաքսի մատշախ տալ, մյուս շերտերի վրա շեղ կտրվածքներ անել։ Խճողակը դնել խմորի մեջտեղի շերտի վրա, մյուս շերտերը հյուսել այնպես, որ խճողակը ծածկվի։ Կարկանդակը տեղափոխել ջեռոցի նախապես յուղաթուղթ փռած տապակի մեջ, վրան ձվի դեղնուց քսել, վրան շաղ տալ քունջուտ, քերած պանի մնացած մասը։ 190 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում եփել այնքան, մինչև խմորը փքվի։ Մատուցել։ Եվ վերջում առաջարկում միասին պատրաստենք կանաչ լոբով եւ բազուկով աղցան։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Տեղադրում ենք տախտակը։ Նախապես խաշել եմ կանաչ պատիճավոր լոբին 300 գրամ։ Սա կտրում ենք հարմար, ուտելու համար հարմար չափի, այսպես շեղակի։ Նախապես խաշել եմ նաև բազուկը, 2 միջին չափի բազուկ։ Կտրատում ենք ձողիկաձև։ Տախտակը դեռ թող մնա, չգիտեմ, ինչ կանենք։ Ավելացնում ենք 50 գրամ մայրու ընկույզ, 50 գրամ դդմի սերմ, ընկույզ, մի փոքր պահենք սոուսի համար։ Եվ պատրաստում ենք սոուսը։ Տախտակը պետք չի։ Սոուսի համար կվերցնեմ 5 ճաշի գթալ մածուն, կավելացնեմ սրան թահին 1 ճաշի գթալ, 1 ճաշի գթալ դիժոնյան մանանեխ, մառանիկ ընկերության աղ, 1 թեյի գթալ, կես թեյի գթալ, հետո ով ուզենա աղը հեշտ է ավելացնել ավելի ուշ և աղացած սև պղպեղ։ Սրան ավելացնում ենք նաև բարձր որակի ձիթայուղ, մոտ 1 ճաշի գթալ, կես լայմ, փաստորեն պետք է տախտակը, լավ առանց տախտակի։ Կես լայմի հյութը քավում ենք անմիջապես սոուսի բաղադրիչների վրա։ Խառնում ենք և լցնում ենք բաղադրիչների վրա։ Այստեղ կարելի է նաև ընկույզ ավելացնել և քերել սխտոր մանր անցքերով։ Սոսի համար օգտագործեցի 4 պճեղ սխտոր։ Այ հիմա թեթևակի տրորում ենք, խառնում ենք, լցնում ենք բաղադրիչների վրա։ Տակնու վրա ենք անում։
Լավ, խառնելուց հետո կթողնենք 5 րոպե, որից հետո կմատուցենք։ Մատուցելիս կարելի է զարդարել թարմ կանաչու տերևներով։ Կանաչ լոբով եւ բազուկով աղցան։ Թասի մեջ լցնել շեղակի կտրատած կանաչ լոբի, ձողիկաձև կտրատած նախապես խաշած բազուկ, մայրու ընկույզ, դդմի սերմ, ընկույզ։ Սոուսի համար մածուն, թահին, դիժոնյան մանանեղ, աղ, սև պղպեղ, ձիթայուղ, լայմի հյութ, ընկույզ, քերած սխտոր լավ խառնել, լցնել աղցանի բաղադրիչների վրա։ Աղցանը տակնու վրա անել, 5 րոպե թողնել հանգստանա։ Մատուցելիս զարդարել թարմ կանաչու տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի կրծքամիս, կանաչ թթվաշ խնձոր, սմբուկ, կծու պղպեղ, սոյա սոուս եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մարանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։